նախատելության խոսքի, քրեականության արգելքի, իրավահավասարության հետ կապված իրավակարգավորումներ այսօր կան, բայց դրանք բավարար չեն, որպեսզի մենք խոսենք բոլոր առումներով պատասխանատվության սահմանման եւ դրա կիրառման մասին, եւ այս ուղղությամբ իհարկե քայլեր դեռ մենք ձեռնարկելու, իսկ այդ քայլերից մեկը խտրականության արգելքի եւ իրավահավասարության վերաբերյալ առանձին ռազմավարական փաստաթղթի մշակումն է, որի շրջանակներում անդրադառնալու ենք պատասխանատվության միջոցների առավել համապարփակ սահմանմանը եւ իհարկե կրթություն ենք շեշտադրելու եւ հանրային իրազեկման բարձրացումը։ Մասնավորապես ուղղված եք ինչ է նախատեսվում։ Այսօր նախ նշեմ, որ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում խտրականության համար, այսինքն խտրականությունը, որը տարբերակված մոտեցումն է, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից, ցանկացած անձանց հետ կապված քրեորեն հետապնդելի է, եւ ունենք պատասխանատվություն նախատեսող նորմ, ըստ որի արգելվում է բռնության կոչը, բռնությունը հրապարակային արդարացնելը եւ բռնությունը քարոզելը։ Սրանք խտրականության կամ ատելության խոսքի դրսևորման, այսպես ասած, ծանրագույն տարբերակներն են, ինչ վերաբերում է առհասարակ ատելության խոսքին եւ դրա նվազ վտանգավոր դրսևորումներին, այս պահի դրությամբ ըստ էության կարգավորումներ չունեն, բացի վիրավորանքի եւ զրկողության համար նախատեսված պատասխանատվությունից, որը ինչպես գիտենք, քաղաքացիական գործընթացով է իրականացվում եւ պատասխանատվությունը առաջ է գալիս դատական ակտի հիման վրա։ Մենք նախատեսում ենք, որ որոշակի ձևաչափով եւ եղանակներով պատասխանատվություն նախատեսենք ատելության խոսքի ավելի, այսպես ասեմ, մեղմ դրսևորումների հետ կապված եւ իհարկե բացի պատասխանատվություն նախատեսենք, ինչպես արդեն նշեցի, խնդրի հետ կապված իրականացնենք տարբեր արշավներ, որոնք պետք կլինեն հանրային իրազեկման աստիճանի բարձրացնելու։ Տիկին Գալյան, վերջացնեմ։ Տեխնիկական ուղղակի ռազմավարություն այս տարի է նախատեսվում։ Այս տարի արդեն իսկ քննարկումներ կիրականացնենք, եթե հաջողենք ընդունել ռազմավարություն, որովհետև կառավարության որոշումը անհրաժեշտ է, այսպես ռազմավարություն փաստաթղթի տեսք ստանա, հույս ունեմ, որ կհաջողենք նաև ընդունել ռազմավարություն։ Տիկին Գալյան Սահմանադրական դատարանը օրեր առաջ կարևոր որոշում կայացրեց ապօրինի գույքի բռնագանձման գործերով։ Դուք երկար ժամանակ դատախազությունում հենց որոշում կայացնող անձ եք եղել այս գործերով։ Ձեր կարծիքով ինչ հետևանք կառաջացնի Սահմանադրական դատարանի որոշումը արդեն իսկ քննվող գործերի վրա։ Շատ են այդ գործերը, որոնք ինչ հետևանքին անդրադառնալը ես կուզեի ասել, թե ինչի մասին է Սահմանադրական դատարանի որոշումը, որովհետև արդեն իսկ ինձ համար պարզ է, որ այն մանիպուլացվելու է եւ տարբեր մասնագետներ, տարբեր կողմերից անդրադառնալու են հարցին, փորձելով բարձրաբանումներ տալ եւ բարձրաբանումները տանել այն ուղղությամբ, որ շատ են սահմանափակվելու շրջանակները ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման։ Իրականում կանխատեսումն այն է, որ շատ շրջանակներ չեն սահմանափակվելու, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումը հետևյալի մասին է։ Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը պատկանում է պաշտոնատար անձին, ապա դա պետք է դառնա քննության առարկա պաշտոնավարման ողջ ժամանակահատվածի համար, այսինքն պաշտոնատար անձի պարագայում սահմանափակվածություն հանցագործության կատարման հետ կապված չի լինելու։ Եթե խոսքը վերաբերում է պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձին, ապա այս դեպքում պետք է անուղղակի կամ ուղղակի կապ հանցագործության կատարման եւ ենթադրել ապօրին ծագում ունեցող գույքի միջեւ։ Ինչու եմ ասում, որ դաշտը մանիպուլացվում է, որովհետև փորձ է արվում ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ նախաձեռնելու հիմքերը, որոնք սահմանափակ են եւ 4 դեպքերում վերաբերում են միայն քրեական գործերին, կապել հենց այդ քրեական գործերի հետ, չանդրադառնալով այն հարցին, թե այդ քրեական գործով անցնող անձը, մասնավորապես մեղադրելը պաշտոնատար անձ է, թե պաշտոնատար անձ չէ։ Եթե Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանվի այնպես, ինչպես որ կա, ես կարծում եմ, որ շրջանակների սահմանափակվածություն
ըստ էության չի լինելու, բայց կարիք միանշանակ առաջանալու է, որպեսզի հայցադիմները վերանայվեն եւ տեղի ունենա վերահաշվար, որպեսզի դրանք լինեն ավելի ճշգրիտ։ Տիկին Գալյան, որ ասում եք անուղղակի նաեւ կապ, այ հիմա չգիտեմ, անձը պաշտոնատար անձ է, իր մտերիմ շրջապատից ինչ որ մեկի ընկերությանը արտոնություն է տվել որոշակի։ Այս դեպքում այդ ընկերության գույքը ըստ ոնց եք դուք հասկացել սահմանադրական դատարանի որոշումից բռնականացման ենթակա կլինի։ Պաշտոնատար անձին պատկանող գույք է, ապա օրենքի իմաստով կարող է պաշտոնատար անձին պատկանել, երբ նույնիսկ դա պատկանում է փոխկապակցված իրավաբանական անձին, բայց իրական շահառուն հանդիսանում է պաշտոնատար անձը։ Այլ անձ։ Այս դեպքում այո, բռնականացման ենթակա։ Այլ անձ է, ընկերոջը արտոնություն է տվել պաշտոնատար անձը, ընկերությանը այդ ընկերության գույքը բռնականացման ենթակա կլինի թե ոչ։ Բայց այդ գույքը այսօր էլ օրենքի իմաստով բռնականացման ենթակա չէ, եթե իհարկե կոնկրետ process տվյալ գույքի կամ տվյալ ընկերոջ կամ տվյալ ընկերոջ իրավաբանական անձի հետ չի լինում։ Եվ սահմանադրական դատարանը մեկ այլ որոշում կայացրեց օրերս դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ, որ 5 ԲՏԽ անդամի կողմ քվեարկությամբ չի կարող դատավորի լիազորություն դադարեցվել։ Այդ նորմը հակասահմանադրական ճանաչվեց։ Դուք լիազորություն ունեք դիմելու բարձրագույն դատական խորհուրդ այդ գործը վերանայելու հարցով պատրաստվում եք դիմել թե ոչ եւ նաեւ օրենսդրության մեջ։ Այո, լիազորություն ունենք դիմելու, բայց նման հնարավորություն նաեւ կոնկրետ անձը, ում վերաբերյալ որոշում կայացվել է, ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա այո, քանի որ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, պետք է շուտապույտ ուղղենք դա։ Կվերադառնաք նախկին կարգավորմանը, որ 7 անձ առնվազն 7 ԲՏԽ անդամ պետք է թե այլ լուծում եք պատկերացնում։ Նշել կոնկրետ կարգավորումը ինչպիսին է կլինի, բայց շատ շուտով, քանի որ խնդիրը հրատապլուծում է ենթադրում, մենք լուծմամբ հանդես կգանք, եթե հաշվի առնենք, որ 5-ը հակասահմանադրական է, ապա այո, ամենայն հավանականությամբ կվերադառնանք այն կարգավորմանը, որ նախկին Տիկին Գալյան, որ խոսեց ատենականների ինստիտուտի ներդրման մասին, արդյոք իրագործելի է Հայաստանում որոշ փորձագետներ նշում են, որ ֆինանսական մեծ ծախսերը ենթադրում։ Հարցը միայն ֆինանսական ծախսերի տեսանկյունից է, թե նաև սոցիալական կապերի եւ վարչապետը նշել է, որ այդ ինստիտուտի ներդրման հնարավորությունը քննարկման ենթակա է, եւ ես կարող եմ միայն դա նշել, որ մենք կքննարկենք դրա ներդրման հնարավորությունը, իսկ քննարկել նշանակում որ մենք պետք է դեռ բացահայտենք դրա հնարավոր դրական եւ բացասական կողմերը եւ միայն նոր գանք եզրահանգման, թե արդյոք մենք այդ ինստիտուտի այսպես ասեմ օգնությանը դիմում ենք թե ոչ, բայց առաջին հայացքից կարող եմ ասել, որ երթվել ատենականների ինստիտուտը որոշակի կոնկրետ դեպքերում կարող է իր օգտակարություն ունենալ, այսինքն ինտեգրել այդ ինստիտուտը ոչ թե բոլոր գործերի պարագայում, այլ միայն որոշակի կոնկրետ օրինակ առանձնապես ծանր գործերի քննարկումներում, որ կարող է լինել արդյունավետ, որպես լրացուցիչ օգնող միջոց պրոֆեսիոնալ դատավորի համար։ Ինչ վերաբերում է առհասարակ ինստիտուտի գոյության հիմքերին, դրա ներդրման հնարավորություններին, ապա դեռ դրանք պետք է։ Իսկ սահմանադրության շրջանակների մոտ այո, այդ թվում նաև, որովհետև սահմանադրության նոր սահմանադրության շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև դատական իշխանության ձևավորմանը, նաև արտադրի դատական կազմակերպման կարգին եւ այդ շրջանակներում նաև անդրադարձ կկատարվի նման հնարավորություն։